Ողջույն, Armenia TV եթերում աշխարհի ամերով ծրագիրն է եւ ես անհավանական Աֆրիկայում եմ, այս պահին գտնվում եմ Տանզանիայում։ Բոլոր նրանք, ովքեր գալիս են այս երկիր, առաջինը իհարկե պետք է ծանոթանան Մասայի ժողովրդի հետ, որոնք ապրում են հենց այս երկրում։ Մոտակա գյուղերից մեկը այս պահին կայցելեմ, կտեսնեմ ինչպես են նրանք ապրում, կտեսնեմ նրանց նիստուկացը, կծանոթանամ այդ մարդկանց հետ եւ հետո կայցելեմ տեղի հյուրանոցներից մեկը։ Այնպես որ խորհուրդ չեմ տա փոխել ալիքը, լինելու է շատ հետաքրքիր։ Հաջորդ ծրագրում ես հայտնվելու եմ նորից Տանզանիայում եւ այցելելու եմ Մասայի ցեղերի գյուղ։ Դուք կզարմանաք, տեսնելով նրանց առօրյան ու ծանոթանալով նրանց ավանդական պարին։ Իսկ դրանից անմիջապես հետո ինձ սպասում է եւս էքսկլյուզիվ մի հյուրանոց, որտեղ ես լիովին ինձ կզգամ Մասայի ժողովրդի բնակիչներից մեկը։ Չգիտեմ, Տանզանիան է կյանք տվել Մասայի ցեղին, թե Մասայի ցեղն է Տանզանիային շունչ հաղորդել, բայց մի բան հաստատ է. առանց այս ցեղախմբի մեր մոլորակի վրա մի բան կիսատ կլիներ։ Ահա այս գեղեցիկ հարթավայրի վրա էլ դարեր առաջ ձևավորվել է այս ցեղախումբն ու մինչ օրս ապրում ու արարում է Քենիայի ու Տանզանիայի սահմանագծում։ Երկ, պար, հետաքրքիր ցատկեր, տարօրինակ ձայներ ու վառ գույներ։ Տղամարդիկ այստեղ ակաջող են կրում ու վեր ու վառ ցատկում, որ ապացուցեն իրենց հզորությունը եւ գրավեն հակառակ սեռի ուշադրությունը։ Իսկ կանայք մազերը հնարավորին կարճ են կտրում ու տղամարդկանց նկատմամբ զգացմունքները նրանց հպվելով հայտնում են։ Նրանք անհոգ են, ուրախ ու միշտ ինչ-որ բանով զբաղված։ Փոքրիկ գյուղերում ստեղծել են իրենց առանձին աշխարհը, զբաղվում են անասնապահությամբ եւ աշխարհից միայն մի բան են պահանջում՝ չներխուժել իրենց ներդաշնակ իրականություն ու իհարկե չխախտել այս անդորը։ Արդեն մոտ եմ գյուղին, շոկ, 40-ից ավել աստիճան, չէ, երևի 35-36, այսպես շոկ է, վայելեմ ռեյր բնական հանքային ջուրը և արդեն մոտենամ Մասայի ժողովրդին։ Իրեւ ռեյրը սերտիֆիկացվել է ԵՄ-ի կողմից որպես բնական եւ հանքային ջուր։ Ես տեղյակ եմ, որ մասայները հիմնականում գյուղի հյուրերին դիմավորում են երկու պարով, հուսով եմ ինձ եւս այդպես կդիմավորեն։ Ողջույն։
ինձանից ձախ կանայք են, ինձանից աջ տղամարդիկ են եւ պատրաստ ինձ են դիմավորում։ Ողջույն։ Ողջույն, գալդ բարի լինի։ Ես գյուղի գլխավորն եմ։ Շնորհակալ եմ շատ։ Հրաշալի է, որ նման կերպ եք դիմավորում։ Բարով ես եկել սիրելի հյուր։ Շնորհակալ եմ շատ նման ընդունելության համար, ուզում եմ մի քանի րոպե իհարկե տեսնել ինչպես են ապրում, դրանից հետո արդեն ծանոթանալ գյուղի եւ բնակիչների հետ։ Իհարկե կարող ես եւ տեսնել եւ լսել եւ մասնակցել։ Առաջարկում եմ ամբողջ մթնոլորտը վայելելու համար կանգնես հենց նրանց կենտրոնում։ Հայտը հայտնվեց արդեն իմ ձեռքերում, ես եւս քիչ հետո ինձ կարող եմ համարել Մասայի ժողովրդի բնակիչ, Մասայի ժողովրդից մեկը։ Քանի որ դուք Մասայի ժողովուրդը երեկոյան ժամերին սիրում եք թեյ խմել, որտեղ շատ շոքեյս թեյը օգնում է, ես ուզում եմ ձեզ եւ գյուղի բոլոր բնակիչներին նվիրել Ռակմակ ընկերության մուրաբաների մեծ տեսականին, որը բերել եմ ինձ հետ միասին այս գյուղ, որպեսզի այսպես համեղ թեյ երեկոյան կարողանաք վայելել։ Այս պայն իմ ձեռքերում է հոնի մուրաբան Ռակմակի, սիրելի հեռուստադիտողներ, այս ամենը կարող եք իհարկե գտնել նաեւ դուք մոտակա խանութներում, վստահեցնում եմ շատ համեղ է, այնպես որ շտապ եք գնել եւ վայելել Ռակմակ ընկերության մուրաբաները, որոնք նորից եմ կրկնում շատ համեղ են։ Սա նվիրեմ ձեզ, վայելեք այսօր երեկոյան կհիշեք Վարդանին, կասեք ինչ լավ էր Վարդանը եկել էր մեր գյուղ ու մեզ էլ բերել էր նվեր Ռակմակ ընկերության արտադրանքը։ Հրաշալի է, հաճույքով կընդունենք նվերը, երեկոյան կվայելենք։ Այո, եւ ոչ միայն դուք, այլ ողջ գյուղը, որովհետեւ տեսականին, որը բերել եմ ինձ հետ նվեր Մասայի ժողովրդին, մեծ է։ Անուշ լինի վայելեք Ռակմակ ընկերության մուրաբաներից մեկը։ Ուրախ ենք, որ եկել ես ու այն էլ նվերներով, հաճելի պահ է։ Արդեն այստեղ գյուղում ինձ զգում եմ ինչպես տանը, այնպես ջերմ դիմավորեցին, բայց ուզում եմ, որպեսզի դուք ասեք ինչ է այս բառը նշանակում։ Շատերն են գալիս մեր ցեղի ավանդույթներին ու մշակույթին ծանոթանալու։ Եթե ուզում ես ցեղի մասին կարծիք ու պատկերացում կազմել, բավական է, որ լսես ավանդական երգն ու տեսնես պարը։ Հենց այդ է պատճառը, որ այսպես էլ դիմավորում ենք։ Ահա, իսկ բարի ընթացքում ինձ տղամարդիկ մոտենում էին ու ասում էին այս փայտը փորձիր այսպես վերև պահել, ինչու։ Փայտը կարևոր նշանակություն եւ խորհուրդ ունի այստեղ։ Այն հզորության եւ ուժի սիմվոլն է։ Ոչ մի դեպքում չպետք է բարի ընթացքում դիպչի գետնին։ Պետք է վեր բարձրացնես ու ծածանես, ապացուցելով, որ մեր ցեղը հզոր է եւ ուժեղ։ Քանի որ այս գյուղում եմ, ուզում եմ նմանվել ձեզ։ Կարող եմ ես ինչ-որ մի հագուստ կրել, Մասայների նման, ձեզ նման ինչ-որ մի հագուստ կրել ու սկսել արդեն ավելի մոտ ծանոթությունս այս գյուղի հետ։ Իհարկե կարող ես։ Մենք հենց հիմա կտանք քեզ անհրաժեշտ հագուստը եւ դու կդառնաս մեր մեծ ընտանիքի մի մասնիկը։ Մենք չենք սիրում, երբ մեր հյուրերը մեզանից տարբերվում են։ Այդ պատճառով էլ միշտ ձեռքի տակ համապատասխան հագուստ ունենք պահած։ Հիմա կդարձնենք քեզ իսկական Մասայի ցեղախմբի տղամարդ։ Ահա, այսպես։ Այս շոկ կրակին, ահա, ընդհանրապես յուրաքանչյուր Մասայի տղամարդ պետք է անպայման զենք ունենա իր հետ, ես արդեն նման։ Լրիվ Մասա ես։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հեռուստադիտողին ներկայացնենք ինչու են տղամարդիկ, այ բոլոր տղամարդիկ, այսպես, այո, ծակում ականջը, տեսեք ուշադրություն դարձրեք, խնդրում եմ,
Տես, դա շատ կարևոր նշանակություն ունի։ Դա մեր տարբերանշանն է, այսպես ասած, լոգոն։ Ի վերջո այս կողմերում տարբեր ցեղեր կան։ Մենք պետք է ինչ-որ կերպ իրարից տարբերվենք։ 15-ից 18 տարեկանում տղայի ականջը կտրում ենք սուր դանակով, որ կարողանանք նման ականջողեր ամրացնել։ Դե սիրելի հեռուստադիտողներ, կհիշեք, երբ ես գտնում էի Պապուա Նոր Գվինեայում, այնտեղ էլ կանայք, երբ հարազատ էին կորցնում, այսպես կտրում էին մատը, այստեղ էլ ականջն են այսպես մեծ ծակում, ամեն ցեղ, ամեն ժողովուրդ ունի իր ավանդույթները, որոնք իհարկե պահվում են մինչ այսօր։ Շատ լավ, ես առաջարկում եմ մենք մտնենք գյուղ, տեսնենք ինչպես են ապրում այս ժողովուրդը, ուզում եմ ծանոթանալ պայմաններին եւ արդեն ի վերջո մուտք գործել դեպի գյուղ։ Իհարկե, բայց նաև պետք է ամեն բան մեզ պես անես։ Օրինակ հիմա սկսելու ենք ցատկել։ Պատրաստ ես։ Շատ լավ, ես պատրաստ եմ ցատկոտելու։ Ես յուրաքանչյուր ամիս հայտնվում եմ որևէ մի երկրում, բնականաբար համտեսում եմ տվյալ երկրի կերակուրը, սակայն իհարկե կարոտում եմ մերը, հայկականը, քանի որ հաճախ Հայաստանում չեմ լինում։ Այդ ընթացքում իհարկե ինձ օգնության է հասնում Ռակմակ ընկերության պահածոների մեծ տեսականին, որը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ սիրելի հեռուստադիտող կանայք, եթե դեռևս չեք գնել, ուրեմն միանշանակ հենց այսօր մոտակա խանութից գնեք Ռակմակ ընկերության պահածոներից որևէ մեկը, այն վստահեցնում եմ ձեզ շատ դուր կգա եւ կդառնա ձեր առօրյա գնումների ցուցակի անբաժանելի մասնիկը։ Սա ձերքիս։ Այո։ Ես ձեր նման չեմ կարող իհարկե։ Այսպես պետք է պարել։ Տեսեք ինչպես են ցածկոտում իրենք։ Բարձրությունը պատկերացրեք միայն։ Ես այլևս չեմ կարողանում, գիտեք, ես կարծում եմ մի քանի օր մնամ այս գյուղում, մի քանի կիլոգրամ հաստատ կկորցնեմ, եթե այս արևին, այս հագուստով, փայտը ձեռքիս անդադար թռչկոտեմ ինչպես դուք, կասեք տղաներ, ով է կարողանում ամենաբարձրը թռչկոտի։ Ես հիմա քեզ կպատմեմ այս ցատկերի խորհուրդը։ Տես, տղամարդիկ թռչկոտում են, այդ ընթացքում կանայք լուր հետևում են։ Որքան բարձր ու ակտիվ է թռչում տղամարդը, այնքան ավելի հարմար ամուսին կլինի նա։ Նրանք նայում են, հետո պարելով գալիս ու դիպչում քեզ, կամ գրկախառնվում քեզ հետ։ Դա նշանակում է, որ դու լավագույնն ես։ Հիմա ինչ եք կարծում, իմ թռչկոտելուց հետո աղջիկներից որևէ մեկը կմոտենա ինձ, թե ոչ։ Դե ինչ իմանամ, նայես թե ինչպես կթռչկոտես։ Եկեք փորձեմ, ես ուզում եմ որպեսզի դուր գամ աղջիկներին։ Աղջիկներ։ Քանի որ այս հատվածը համարվում է խոհանոց, ես ձեզ նվեր եմ բերել Բանդիվան կատ ընկերության կատնամթերքը, այստեղ է եւ մածունը, եւ թթվասերը, քամած մածունը, ինչպես նաեւ ապխտած սուլուգունին, այսինքն պանիրները, որոնք եւս շատ համեղ է։ Անուշ լինի, վայելեք այսօր եւ իհարկե հիշեք ինձ։ Ընդհանրապես այստեղ որևէ մի նման գեղեցիկ նվեր, երբ իրենց նվիրում ես, շատ ուրախանում են։ Ես կարծում եմ նրանք թթվասեր, մածուն փորձելու են առաջին անգամ, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտողներ ուզում եմ նշել, որ Բանդիվան կատնկերության կատնամթերքը պատրաստված է սեփական ֆերմայի կովերի կաթից, հենց դրա համար էլ դրանք միշտ շատ համեղ են ու թարմ։ Երաժշտությունը գնաց, ուշադրություն դարձրեք, ես եմ թռչկոտելու։ Դե, սկսիր։ Ես պատրաստ եմ, մի հատ նայեք ինձ։ Մոտենում են։ Ում են ընտրելու։
Ում են ընտրելու, տեսեք աղջիկները մեկ դες դուր չեկա ոնց էի թրջկոտում երկու երեք ինչքան հարսնացու ունեմ 4 դուք չեք ընտրում վերջ գյուղի բոլոր աղջիկներին ես դուր եկա փաստորեն լավ էի կարողանում թրջկոտել հիմա գիտեք ինչ եմ ուզում հասկանել այ աղջիկները ինչ պետք է անեն որպեսզի տղան մոտենա եւ հասկացնի որ նա իրեն դուր է գալիս Տես, շատ հնում մեր ցեղում ամուսնանալու միայն մի տարբերակ կար։ Անկախ այս արարողակարգից, անկախ նրանից աղջիկն ընտրում էր թե ոչ, վերջնական պատասխանը հայրն էր տալիս։ Եթե նա քեզ հավաներ, ապա կամուսնանայր, եթե ոչ, ուրեմն տարբերակ չկար։ Իսկ հիմա ժամանակները մի քիչ փոխվել են։ Արդեն աղջիկն ու տղան կարող են շփվել իրար հետ, համաձայնության գալ, հետո իրենց մտադրության մասին հայտնել ծնողներին եւ ընտանիք կազմել։ Եվս մի շատ տարօրինակ փաստի մասին եմ ուզում խոսել, միմիայն մասսայի ժողովուրդն են այդ կերպ վարվում եւ այսպես եթե դու ունես կին եւ ունես մոտ ընկերը թյուր է գալիս քեզ նա հանգիստ կարող է հարաբերություն ունենալ քո կնոջ հետ եւ եթե այդ հարաբերությունից հետո երեխա է ծնվում միևնույն է այդ երեխան քոնն է այլ ոչ թե ընկերոջ երեխան տարօրինակ է ոչ նորմալ է այն ամենը ինչ ասում եմ բայց փաստ է մասսայիների համար դա այսպես պապական եկած ավանդույթ է սովորույթ է չգիտեմ ինչ է, բայց ամեն դեպքում նրանք հենց այդպես էլ ապրում են։ Հետաքրքիր օրս շարունակվում է եւ այս պահին ունեմ ազատ ժամանակ, որպեսզի պլանավորեմ վաղվա նկարանումները եւ արդեն իսկ հասկացել եմ, որ վաղը հայտնվելու եմ մեկ այլ քաղաքում, ուստի հենց դրա համար արդեն իսկ ամրագրում եմ հյուրանոց։ Իսկ վճարումը առցանց իհարկե կատարում եմ American Express Gold քարտի միջոցով, ինչը խորհուրդ եմ տալիս նաեւ ձեզ, սիրելի հեռուստադիտողներ։ Ցանկանում եք դառնալ այս քարտի քարտատեր, ուստի դիմեք Agba Bank կամ պատվիրեք առցանց այս քարտը այցելելով Agba Bank-ի օֆիցիալ կայք։ Ահա տներից մեկը նախ կասես ինչից եք տները կառուցում։ Սկզբում փայտերն ենք շարում, հետո դրանք կավով ենք պատում։ Կավը շատ ամուր շինանյութ է, ջրակայուն է։ Այս կողմերում անձրևներ շատ են լինում, հետևաբար կարևոր է, որ ջուրը չներթափանցի տուն։ Իսկ մի տան մեջ քանի հոգի կարող է ապրել։ 4 մեծահասակ կարող է տեղավորվել ու ապրել։ 4։ Այո։ Ահա։ Շատ լավ, դե մտնենք ներս, տեսնենք ինչ կա ներսում։ Այո, մտնենք։ Բարի գալուստ։ Ահա եւ տունը, այստեղ նույնիսկ շարժվելու տեղ չկա, այսպես փոքրիկ ինչ-որ սենյակ, որտեղ 1 կամ 2 հոգի այսպես նեղված կարողանա քնել եւ նույնը այստեղ շատ փոքրիկ սենյակ, ցանց կա, դե պարզ է մոծակներից պաշտպանվելու համար եւ ոչինչ չկա, ինչ-որ բաժակ եւ մի շարք պարագաներ է դրված, որոնք օգտագործում են նրանք առօրյա կյանքում եւ առօրյայում նույնիսկ այստեղ մի քանի վայրկյան մնալն է դժվար, որովհետեւ օդ չկա շնչելու, տեսնում եք ամբողջությամբ արդեն ջուր եմ, ավելի լավ է դուրս գամ, իսկ մեր օպերատորը այս բանը փորձի նկարել, դուք ինքներդ տեսեք ինչ կա այստեղ։ Միայն պատկերացրեք, այս մի քանի քառակուսու վրա 4 մարդ է ապրում։ Իհարկե, նրանք միայն քնում են այստեղ եւ պատասպարվում հորտ անձրևներից, բայց եւ այնպես, տան մեջ ոչ մի հարմարանք չկա, միայն գետնին փրված անկողին, որ ուղակի քնեն։ Իսկ քանի որ տան է, որպես այդպեսին լողանալու որևէ հարմարություն չկար, կասեք որտեղ են այստեղի ժողովուրդը լողանում։ Մենք լոգարաններ չունենք, որոնց դուք սովորեք։ Փոխարենը ահա այստեղ, ոչ շատ հեռու, եւ գետ կա, եւ լճեր։ Մենք հենց այդտեղ էլ լողանում ենք։ Դե այդպես դրան գումարեք նաև այս շոքը եւ անընդհատ քրտնած էս լինում, բայց այլ տարբերակ այստեղ ուղղակի չկա։ Շրջեմ գյուղով մեկ։ Ահա, հիմա ցույց կտամ ձեզ մեր դպրոցը։ Այս կառույցը փոքրիկների համար նախատեսված կրթօջախ է։ Հիմա մտնենք կտեսնեք։ Այստեղ անգլերեն են սովորում, թվերը տառերն են գրում, նաև երկու պար են սովորում։
Բարև։ Ջամբո։ Ջամբո։ Ահա, տեսեք կարդում են նույնիսկ։ Ապրես, դες այլ փոքրիկ դպրոց տեղի գյուղի երեխաների համար, որպեսզի կարողանան թվերին ծանոթանալ, տառերը սովորել եւ այլն։ Ինչ խոսք շատ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր էր իհարկե գտնվել այդ գյուղում, ընդհանրապես մասայիներին հանդիպել երազում էի շատ վաղուց։ Լավ է, որ հայտնվեցի իրենց գյուղում, հիմա ժամանակն է տեղավորվելու հյուրանոցում, հանգստանալու, իսկ մինչ կհասնեմ հյուրանոց, կարող եմ վայելել ռեր շշալցված հանքային եւ աղբյուրի ջուրը, որը եզակի է իր որակով եւ իհարկե դիզայնով։ Նշեմ, որ ջրերը բնական են ու չեն ենթարկվում արհեստական ֆիլտրման ու վերամշակման։ Ակնալերից բխող ռեյր աղբյուրի ջուրը լրացնում է օրգանիզմի ջրի պահանջը լավ բալանսավորված հանքայնացման շնորհիվ։ Դե ինչ երկար ճանապարհ ասես յուրօրինակ ճամբաբաժակ լինի։ Այս հողապատ ճանապարհով գնալու եմ ու խիստ հետամնաց իրականությունից հարմարավետ մի աշխարհ եմ ընկնելու։ Նորից մասայիների երաժշտությունը, նորից ազգային երգը պարը, միանամ նրանց։ Հյուրանոցում եւս, ինչպես արդեն հասկացաք, պահպանված են ավանդական երգն ու պարը, ցեղախմբի մշակութային բոլոր տարրերը։ Ու հիմա ես արդեն նաեւ գիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Ողջունի պարը, ինչպես տեսնում եք, անվերջ շարունակվում է։ Իհարկե այս ամենը շատ է դուր գալիս զբոսաշրջիկներին, ովքեր այցելում են Տանզանիա։ Ուրախ ենք, որ մեր հյուրն եք։ Հուսամ ամեն բան ձեզ դուր եկավ։ Համեցեք նորից, կսպասենք։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, ես արդեն այցելում եմ Մասայիների հյուրանոց, որտեղ պետք է կանգ առնեմ, հանգստանամ, սակայն պետք է ձեզ ասեմ, որ հյուրանոցը եւս շատ զարմացնելու է, որովհետև այն շատ գեղեցիկ է ու հետաքրքիր, այնպես որ շտապեմ առաջ եւ տեղավորվեմ ու սկսեմ հանգիստս այստեղ Մասայիների գյուղում։ Ինչ երկիր էլ որ գնամ, ինչ ուտեստ էլ պատրաստեմ, բնականաբար համեմում եմ Royal Armenia-ի սև պղպեղով։ Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ այն լավագույնն է շուկայում։ Թե աղացած ու թե հատիկավոր սև պղպեղը ամբողջական է դարձնում ցանկացած ուտեստ։ Այդ է պատճառը, որ ես ձեզ եւս խորհուրդ եմ տալիս ընտրել լավագույնն ու ձեր ուտեստները համեմել Royal Armenia-ի սև պղպեղով։ Գիտեմ, որ արդեն եղել եք Մասայիների ցեղում, ավանդական մի շարք երևույթների հետ եք ծանոթացել։ Հիմա էլ ես պատմեմ, թե ինչ ծիսակարգով ենք ողջունում մեր հյուրանոցի հյուրերին։ Ահա այստեղ կովի արյուն է լցված, ցանկացած հյուր, ով գալիս է այստեղ, մինչև հյուրանոց մուտք գործելը պետք է արյունից մի կում անի։ Կապ չունի դուք բուսակեր եք թե ոչ, անպայման պետք է արյուն համտեսեք։ Սա թարմ ու մաքուր մշակված արյուն է։ Ահա։ Ես հիմա կփորձեմ իհարկե։
Իրականում հյութ է, կարծես նրան հյութ է, թե ինչ հյութ է, չգիտեմ, ամեն դեպքում ինչ-որ մրգից պատրաստված հյութ է, սիրտս այսպես բաբախեց, պատկերացեցի պետք է հարուն խմեմ, լավ է, որ այդպես չէ։ Շատ համեղ է, շնորհակալ եմ։ Ինչ ենք անում, գնում ենք ներս։ Իհարկե, այ հիմա երբ արյունն արդեն խմել ես, քեզ թույլ կտանք մուտք գործել մեր աշխարհ ու ծանոթանալ բոլոր գաղտնիքներին։ Վստահեցնում եմ, հաստատ լավ ու հետաքրքիր ժամանակ ես անցկացնելու այստեղ։ Շատ լավ, դե հեռուստադիտողներ, սիրելի իմ հեռուստադիտողներ, անցնենք ներս, տեսնենք ինչ է կատարվում այնտեղ։ Հյուրանոցի դռներից ներս մի հետաքրքիր ու նոր աշխարհ է բացվում։ Դու իհարկե շարունակում ես մնալ Աֆրիկայում եւ զգալ այս մայրցամաքի տաք շունչը, բայց եւ այնպես հասկանում ես, որ մեր քաղաքակրթությունը հատուկ ժամանակակից երևույթներից այստեղ անմասն չեն։ Հետաքրքիր արձաններ, մեծ սրճարան, որտեղ կգտնես բազմաթիվ էթնիկ տարրեր ու հանկարծ չմոռանաս, թե որտեղ ես։ Ահա այստեղից մենք կմտնենք հյուրանոցի բակ։ Ասեմ, որ իրականում մենք ունենք լավ հանգստի համար նախատեսված ամեն բան։ Ունենք շատ հարուստ բար, ունենք մերսման սրահ, անգամ քարանձավների մեջ հարմարեցված սաունաներ կան այստեղ։ Հիմա կմտնենք ու կտեսնեք։ Գնանք ներս։ Ահա այն հրաշքահայն գեղեցկությունը, այն Աֆրիկան, որը երազում էի տեսնել, իհարկե ամեն բան շատ գեղեցիկ է, իհարկե ժամանակակից Աֆրիկան է իմ առջև, լողավազանը, անսահմանափակ տարածք առջևում, հուսով եմ շատ կենդանիներ եւ նման տրամադրություն։ Այս հյուրանոցն ասես անապատի մեջ օազիս լինի, միանգամից թարմ շունչ ու հարմարավետություն ես զգում։ Իսկ սա մեր ընդունարանն է, թեև առաջին հայացքից այն նման չէ ընդունարաններին, որոնք տեսել եք այլ հյուրանոցներում, բայց ասեմ, որ ընթացակարգի առումով այստեղ ամեն բան նույնն է։ Տեսեք, այստեղ էլ հատուկ մատյաններ են, որտեղ գրանցում ենք բոլոր այն մարդկանց անունները, ովքեր որոշակի գումար են հանգանակում մեր Մասսայ ցեղերի երեխաներին ու կանանց, որ օգնեն նրանց կրթվել ու տարածել իրենց ձեռքի շնորհը։ Շատ լավ, դե քանի որ պարտադիր գիշերելու եմ այստեղ, ինչպես ասացի, գյուղը տեսնելուց հետո հիմա վճարում է հարկավոր անել American Express Gold քարտի միջոցով եւ իհարկե արագ տեղավորվել համարում, որը կարծում եմ եւս այսպես գեղեցիկ ոճով կառուցված կլինի։ Ես կարող եմ, չէ, վճարում անել American Express Gold քարտով։ Այո, իհարկե կարող եք։ Շատ լավ, դե վճարում անեմ իմ ճանապարհորդությունների անբաժան ընկերոջ, այսինքն American Express Gold քարտի միջոցով։ Մենք Աֆրիկայում ենք, բայց մեր հյուրանոցը ժամանակակից է, այնպես որ ողջունում ենք քարտով վճարումները։ Ահա հավաքեք ծածկագիրը։ Դե սիրելի հեռուստադիտողներ, ձեզ եւս իհարկե ինչպես ամեն ծրագրում այս անգամ եւս խորհուրդ եմ տալիս վճարումները կատարել միմիայն American Express Gold քարտի միջոցով։ Եթե դեռևս այդ քարտի քարտատեր չեք, ուրեմն շտապեք Agba Bank եւ միանգամից դուք եւս արդեն վճարումները կատարեք այդ քարտի միջոցով, որովհետեւ եթե ծանոթանաք բոլոր առավելություններին, որոնք առաջարկում է այդ քարտը, միանշանակ ինձ հետո կասեք շնորհակալություն։ Խնդրեմ, ձեր քարտը բարի հանգիստ։ Շնորհակալ եմ շատ։ Դե վճարումը կատարված է, պետք է արդեն տեղավորվել համարում։ Սա իմ համարն է, փաստորեն։ Արդեն պատկերացնում եմ ինչ է սպասում ինձ ներսում։ Սա էլ ձեր սենյակը, բարի գալուս ձեր սենյակ։ Հյուրանոցի պատուհաններից աչքիդ առաջ փռվում է մեծ դաշտավայրը, լսում ես թռչունների ծլվլոցը։ Ի տարբերություն Մասսայ ցեղախմբի տների, որտեղ ուղղակի անհնար էր երկար մնալ, հյուրանոցի սենյակները միանգամից տրամադրում են երկարատև ու բարեկեցիկ հանգիստ։ Ուզում ես պարկել այս հարմարավետ անկողնու վրա ու վայելել խենթ Աֆրիկայի ելևէջները։
ամբողջ սենյակը զարդարված է աֆրիկյան մշակույթի տարբեր տարրերով, որ ոչ մի րոպե չմոռանաս, թե դու որտեղ ես։ Վաու։ Հիմա կհամոզվեք, թե ինչ նորաձև ու լավն է այն։ Եվրոպական ոճին զուգահեռ նաև պահել ենք մասայցեղի մշակութային տարրերը։ Ահա, իհարկե։ Բայց դե բնականաբար շատ ավելի հարմարավետ է։ Եվրոպական շունչ կա, ու ի տարբերություն գյուղում ձեր տեսած տների, մեր սենյակները լայն արձակ են ու մեծ։ Իսկապես այստեղ տուն այսքան համար է այս դեպքում շատ նման է մասայների տներին, իհարկե ամեն բան շատ ավելի հարմարավետ է եւ կա հնարավորություն այստեղ հանգստանալու, բայց ուզում եմ տեսնեք ինչ տեսարան է բացվելու ինձ մոտ վաղ առավոտյան, երբ այստեղ արթնանամ, ասեմ բարի լույս Տանզանիա։ Կիլիմանջարոն է, սա անբացատրելի զգացողություն է, սիրելի հեռուստադիտողներ, եւ ունես հնարավորություն ողջ օրը հետևելու այս գեղեցկությանը։ Հրաշալի է։ Գիտեք, քանի որ իմ հեռուստանախագիծը նաև խոհանոցի մասին է, ուստի ես շատ կխնդրեմ, որպեսզի տեղի խոհարարի հետ մենք այստեղ որևէ մի գեղեցիկ անկյունում պատրաստենք համեղ տանզանիական ճաշատեսակ։ Համաձայն եք։ Հա, իհարկե համաձայն եմ։ Մենք կգնանք ու կպատրաստենք որևէ ավանդական բան։ Միանգամից ասեմ, որ բարդ բան չի լինելու։ Շատ արագ, հեշտ պատրաստվող մի բան կվայելեք։ Ձեզ կզարմացնի ոչ թե ուտեստը, այլ դրա պատրաստման եղանակը։ Նույնիսկ այստեղից էլ ոչ մի տեղ չեմ ցանկանում գնալ, այնքան ամեն բան գեղեցիկ է ու հրաշալի, սակայն ես հենց հիմա ունեմ հնարավորություն վայելելու Royal Armenia-ի բուչի (2021) թվականին, երբ աշխարհը բոլորովին այլ մարտահրավերների առաջ է, մոլորակում կա մի անկյուն, որտեղ տղամարդիկ որսի են գնում նիզակներով։ Մարզում են իրենց ու հետո գնում որսի ետևից։ Իդեպ շուտով կպատմեմ, որ կոճղն էլ պատահական չէ, որովհետև ուտեստի մեջ նրանք դրա կտորներն են օգտագործելու։ Երբ հյուրանոցի մենեջերը խոստացավ ինձ ցույց տալ իրենց ավանդական ուտեստի պատրաստման եղանակը, նա չէր ասել, որ այսօր ճաշացանկում խորոված է, ինչը օրինաչափ է, որովհետև գնում են այստեղ որսի, բերում են միսն ու անմիջապես խորովում։ Դե իսկ մինչ միսը կպատրաստվի, այդ նույն կրակի վրա կաթսայով եփում են կենթանու լյարդը, սիրտը եւ թոքը, ինչը նաեւ մենք ենք անում, բայց ի տարբերություն մեզ, նրանք այդ ամենը եփում են ծառերի արմատների հետ, հենց այն նույն արմատների, որոնց մասին մի փոքր առաջ պատմեցի։ Սա ըստ աֆրիկացիների յուրահատուկ համ է հաղորդում ուտեստին։ Արդեն գաղտնիք չէ, որ իմ ճանապարհորդությունների ընթացքում իմ անբաժան ընկերն է դարձել իմ գործընկերոջ արտադրանք, այսինքն Բանդիվան կատընկերության կատնամթերքն ու պանրի մեծ տեսականի։ Սակայն այսօր ես ուզում եմ ձեզ արդեն ներկայացնել Բանդիվան կատի բացարձակապես նոր արտադրանքը՝ քամած մածունը, որը կարող եք գտնել մոտակա խանութներում։ Այն վստահեցնում եմ շատ համեղ է։ Բացի դա, սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ նշել, որ մի շարք սուպերմարկետներում դուք ունեք հնարավորություն նախապես համտեսելու այս ընկերության արտադրանքը, հետո նոր այն գնելու։ Դե ինչ այսօր այսքան Աֆրիկայում գտնվելը շատ հետաքրքիր է, կարծում եմ կարողանում ենք հրաշալի հաղորդումներ ներկայացնել նաև ձեզ։ Անպայման կհանդիպենք Armenia TV-ի եթերում, չմոռանաք ինձ գրել իմ TikTok-ում, YouTube-ում, Facebook-ում եւ Instagram-ում առայժմ։
Հաջորդ ծրագրում ես հայտնվելու եմ մի գյուղում, որը ուշադրություն չունի զուգարան։ Հենց այս գյուղի բնակիչների հետ բացահայտելու եմ նաև նրանց դեմքերը զարդարելու արվեստի դաժան նրբությունները։ Ու վերջում եմ որպես տանջանքներից փոխհատուցում իբր մի համեղ ուտեստ եմ պատրաստելու։ Մեծ հարց է՝ փոխհատուցում էր դա, թե նոր տանջանք։